Բարև ձեզ ժողովուրդ ջան, ես խնդրում եմ անպայման այս իմ տեսանյութը մինչև վերջ դիտեք և անպայման ձեր էջերում կիսվեք ու չմոռանաք նաև բաժանորդագրվել իմ էջին, ովքեր որ բաժանորդագրված չեն, քանի որ շատ կարևոր թեմայի մասին է։ Նախ մինչև բուն թեման ես կցանկանամ մի հատ էլ ևս անպայման ներկայանամ։ Իմ անունը Արսեն է, ես ծնվել և մեծացել եմ Երևան քաղաքում, մասնագիտությամբ իրավաբան եմ։ Բայց քանի որ մեր Արցախը այսօր սենց ծանր վիճակում է, արցախցիները սենց ծանր վիճակում են, հայտնվել են փախստականի իրավիճակում, ես ինձ ավելի շատ համարում եմ արցախցի, քան թե երևանցի։ Նաև պետք է ասեմ, որ այս տեսանյութերից, այս սոցցանցերից ոչ մի ինչ-որ ֆինանսական օգուտ չունեմ, ես տենց բլոգեր չեմ, ճիշտ է, ես միշտ տեսանյութեր եմ հրապարակում սոցցանցերում, միայն մի պատճառն է, որ մեր թշնամիները այս սոցցանցերը օգտագործում են որպես զենք և կիրառում են մեր դեմ։ Հիմա ես այս սոցցանցերում գտնվում եմ միայն այն պատճառով, որպեսզի կարողանամ դրա հակահարվածը տամ, էդ է ընդամենը։ Հիմա բուն թեմային, ինչի մասին էր խոսքը։ Կհիշեք, այս մի քանի օր առաջ արցախցիները միտինգ էին կազմակերպել Երևանում, և այդ միտինգը պետք է ասեմ, որ ոչ մի ինչ-որ ագրեսիվ միտինգ չէր, ինչ-որ անշնորհքությունների միտինգ չէր, չգիտեմ, անօրինական ոչ մի բան չի եղել, կազմակերպված միտինգ ա եղել, թույլատրված միտինգ ա եղել, քաղաքապետարանի կողմից թույլատրված, ոնց որ կարգն է, բոլոր օրենքներին համապատասխան։ Կարող է ինչ-որ պրովոկատորներ արանքում եղել են, չեմ իմանում, շատ հնարավոր է, բայց դա այդքան ոչ մի բան չի փոխում։ Հիմա ավելի շատ խոսքս ոչ թե միտինգի մասին է, այլ հիմնականում այն անշնորհք խոսակցությունների, այն անպատիվ խոսակցությունների, ովքեր որ իրենց թույլ են տալիս ղարաբաղցիների, արցախցիների հասցեին, և հիմա ուզում եմ, որ այդ մասին մի հատ հասկանանք, ինչ է կատարում, այդ մասին խոսենք։ Մինչև էդ էլ եմ շատ լսել, իհարկե ես միշտ դրա պատասխանը տվել եմ, ու եթե իմ դեմն են ասել, բայց այս միտինգից հետո ավելի շատ սկսվեց այդպիսի անշնորհքություններ։ Պետք է տեղեկացնեմ ձեզ, այդ մի քանի հատ լիրբ կանայք կան, մի քանի հատ էլ լիրբ լրբի նման տղամարդիկ, դժվար բայց դրանց տղամարդ համարեմ, մի քանի հոգի են ընդամենը, որոնք ասեմ ձեզ ներդրված են թշնամու կողմից, որպեսզի սենց լիրբ ձևով ազդեն մարդկանց վրա ու այդ ձև խառնեն իրար մեզ, հանեն իրար դեմ։ Այդ դրանց մի լսեք, դրանք նույնիսկ մի մասը Հայաստանում էլ չեն։ Բացի դրանցից են մնացած մարդիկ էլ, ովքեր որ մոլորված են, չեն հասկանում ինչ է կատարվում, լսում են այդ ամեն ինչը ու սկսում են տարածել այդ անշնորհքությունները։ Հիմա եկեք մի երկու բառով այս ամեն ինչի մի հատ վերջ դնենք, ես բացատրեմ ինչ է կատարվում, ինչ չի կատարվում, հասկանանք։ Նախ ղարաբաղցիների դնենք մի կողմ, մի հատ սենց հասկացություն, բերեք հասկանանք, էսի են մարդկանց եմ ես դիմում, ովքեր որ այդ անշնորհքությունները իրանց թույլ են տալի։ Ոնց կարելի է, ասենք, եթե ինչ-որ մի քաղաքից կամ գյուղից կամ ինչ-որ ռայոնից դու մարդ գիտես, որ օրինակ բերեմ ին վրա, ես Երևանում եմ ապրում, ասենք, եթե ես գիտեմ Երևանում, դու գիտես Երևանից մի 100 հոգի վատ մարդ, անբարոյական մարդ, շատ վատ մարդ, դու ոնց կարաս դրա հիման վրա քեզ թույլ տաս, ինչ բարոյական իրավունքով, ասես սաղ երևանցիները սենց են, երևանցիները տենց են։ Այդպես բան գոյություն չունի, դա շատ սխալ արտահայտություն է, երբ որ ասում եք ղարաբաղցիները սենց են, ղարաբաղցիները նենց են։ Նույնիսկ եթե դուք մի 100 հատ կամ 1000 հատ, եթե իհարկե վատ ղարաբաղցի գիտեք, եթե գիտեք անձամբ, բայց մի հատ լավ տղա կա ղարաբաղցի, եթե նույնիսկ մի հատ, արդեն այդ արտահայտությունը ինքը բարոյականորեն իրավունք չունի գոյություն ունենալու, իրավունք չունեք ասելու։ Բայց ասեմ ձեզ, Արցախում հազարներով լավ տղաներ գիտեմ ես, անձամբ ճանաչում եմ 100 հոգուց ավել մարդ, անձամբ ճանաչում եմ, բայց հələ տեսեք քանի հազարներով հայորդիներ արցախցի իրանց կյանքը տվեցին հայ հողի համար։ Դուք պատկերացնում եք քանի հոգի, ու մինչև այսօր էլ կան շատ մեծ քանակի հայորդիներ արցախցի, ովքեր պատրաստ են իրանց հայրենիքը պաշտպանելու հենց հիմա, այս ամեն ինչից հետո նույնիսկ։ Բացի այդ, հիմա
Չի ուզում անդրադառնալ, բայց պետք է ասեմ, այդ մի քանի այդ լրբերի խոսակցություններին, այնտեղ մեկը կա, մի քանիսը կան, ասում են մեր ուզում են մեզ այտենց էլի մտցնեն մեր մեջ, մեր մուծած հարկերի շնորհիվ Ղարաբաղցիներին ստե պահում են, քիչ է մի հատ էլ Ղարաբաղցիք բողոքում են։ Ես մի հատ ինձ հետաքրքիր է, էլի այդ մարդիկ հարկ մուծում են, այդ խոսացողները հարկ մուծում են ընդհանրապես, թե չէ, ասենք շատ է հետաքրքիր ինձ, որ հələ մի հատ էլ մտածում են, որ իրանց հարկերի շնորհիվ Ղարաբաղցիքին ստե պահում են։ Նախ ասեմ ձեզ, հարկերը են կողմ դրած Ղարաբաղցիքի համար շատ մեծ քանակի մեր բարեկամ երկրները գումարներ են փոխանցել Հայաստանին, որպեսզի այս հարցերը մի քիչ թեթևանա, ամբողջությամբ չմնա Հայաստանի վրա։ Եթե ասեմ ձեզ, այդ հարկ մուծողներին, այդ որ լավ հարկ եք մուծում, բայց ես գիտեմ, որ դուք հարկ չեք մուծում, եթե մուծում եք էլ շատ քիչ եք մուծում, ինչքան որ պետքա մուծեիք։ Մի խոսքով, այդ անշնորհքներին այդքան չեմ ուզում անդրադառնամ, հիմնականում բացատրեմ Ղարաբաղցիների մասին մի երկու բան, տեսեք, Աստված չանի ժողովուրդ, անանդ երևանցիներին եմ ասում, որ մեր մյուս քաղաքացիները ընկնեն Ղարաբաղցիների օրը, Աստված չանի, հələ տեսեք, եթե տենց լինի, ձեր վիճակը ինչ արնելու, շատերին հաստատ գիտեմ դա, մի հատ բաժակը, սերվիզի մի հատ բաժակը ջարդվում է անգնում է, ուշքներդ գնում է, այտենց մարդիկ ինչքան կա մեր մեջ, հələ նայեք, դուք մի հատ բաժակի համար վատանում եք, եսի մինչեր եք անում, կարող է կռիվ սարքեք տունը, բայց տեսեք, այս մարդիկ ինչ օրն են ընկել, այդ 30 տարի իրանց կյանքը վտանգելով, այդ ամեն ինչը ստեղծե, սարքե, դրե, մեկ էլ մի օր ասում են նստե ավտոտ ու գնա, elfso էս քոնը չի, գործ չունես այս ամեն ինչի հետ, հələ չեմ ասում գերեզմաններն ու եկեղեցիները, որ պետք թող ու գնա, դուք մի հատ ձեր վրա վերցրեք, ես հաստատ գիտեմ, Երևանի վրա եթե սենց բան լինի, երևանցիների 70%-ը ինքնասպան կլիներ, բայց հələ տեսեք, այդ մարդիկ ինչքան ուժեղ են, հոգով ինչքան ուժեղ են, դիմանում են ու իրանց հույսը չեն կորցրել ու ճիշտ են արել, ես բոլոր արցախցիներին կոչ եմ անում, ոչ մեկն էլ իր հույսը չկորցնի, այտենց դուխով մինչև վերջ մնա ու բոլոր արցախցիները պարտադիր պետքա գնան իրանց հայրական տները, դա պարտադիր է։ Բացի այդ, հələ նայեք, 30 տարի Արցախցին հայ ազգի, ամբողջ հայ ազգի թասիբը բարձր է պահել։ Տեսեք, որ Արցախը կար, կանգուն էր, ամեն ինչը կար, ամբողջ աշխարհը Հայաստանի հետ հաշվի էր նստում, բոլոր այդ մեծ երկրերի ղեկավարները գալիս էին Հայաստան, ամբողջ մեր հարցերով զբաղվում էին, խնդրում էին, նույնիսկ շատ դեպքերում։ Մի խոսքով հաշվի էին նստում Հայաստանի հետ։ Իսկ հիմա քանի որ Արցախը չկա, արդեն հայի թասիբը ընկել է, ամբողջ աշխարհով մեկ, ճիշտ է, փաստ է արդեն, հայերին էլ համարյա ոչ մեկ հաշվի չի առնում։ Բայց այդ որ մինչև այդ հայերը այսպես բարձր գլխով աշխարհով մեկ հայտնի էին, այդ արցախցիների շնորհիվ էր նաև հիմնականում։ Ոչ միայն, բայց հիմնականը ինչի համար հիմնականը, քանի որ ասեմ ձեզ, իրանք էին արցախցիներ իր երեխեքի կյանքը վտանգելով ապրում այդ տարածքում իր հայրական տանը։ Ինքը չէր թողում գնում, հիմնականում չեն թողել գնացել։ Հիմա էլ Հայաստանում են մեծամասնությունը չեն գնացել, հույս ունենալով որ վերադառնալու են իրանց տները։ Մի փոքր մաս գնա դուրս է եկել, բայց այն մնացածը չէ։ Նաև ասեմ այդ դուրս գալու մասին։ Թշնամին հիմա շատ ուզում է որ արցախցին Հայաստանից գնա։ Ինչի համար։ Վտանգ է իր համար դա։ Նախ ինքը որպեսի լավ մարսի Արցախը, ու այդ հետ եկածող չլինի։ Բացի դա ինքը հասկանում է, հիմա դուք գիտեք այդքի չի հարձակվում Հայաստանի վրա։ Հասկանում է, եթե հիմա հարձակվի Հայաստանի վրա, ինքը կարող մեծ կորուստներ ունենա, նաև հակառակ վերանա ընդհանրապես։ Այդ էլ կա, ասեմ ձեզ, այդ ձեր կարծիքով չի հարձակվում, որովհետև իրան մեկը բռնում է, հա, կամ էլ չէ, ինքը հիմա պատրաստ չի կարում, ինքը գիտի, որ հարձակվի պրոբլեմա ունենալու հենց մեր զինվորի հետ։ Ու արցախցի այդ բայվոյ տղեկը հիմա Հայաստանում են։ Այդ ուժեղ կրված ամեն ինչից հասկացող, զինվորական գործից հասկացող այդ տղեկը, ասեցի չէ, տղամարդկանց 50%-ին ավելին արցախցիների դա բայվոյ կրված տղեկ են։ 50%-ից ավելին։ Իրանք հիմա Հայաստանում են, ու թշնամին դա հասկանում է, որ հայոց բանակը այդ տղեկն են հիմա դե, ինքը ուզում է որ այդ տղեկին գոնե արանքից հանի։ Բայց չի լինելու էդի չի լինելու, այդ տղեկը կան
ու ցանկացած պահի իրանք պատրաստ են զենք վերցնելու հայրենիքը պաշտպանելու, ցանկացած պահի։ Ոնց որ բոլոր հայ տղամարդիկ, հայ ազգի տղեկը բոլորը։ Ու թշնամին ինչ ա ուզում ա այդ 20 թվի պես խառնի իրար մեզ, հելնենք իրար դեմ, իրար հետ կռվենք, ասենք էնի ա տվե, էնի ու այտենց ինքը կարանա հասնի հաջողությունների, բայց չի լինելու։ Այս ամեն ինչ էս մանր-մունր բաներ ա, էսի չի դառնալու մասշտաբային հայ ժողովուրդը, հայ ազգը ու ոչ միայն հայ ազգը, եզդի ազգը, մյուս մեր ազգի եղբայրները, ովքեր մեր հայրենիքը մեր հետ կիսում են, մենք բոլորս միասնական ենք, մենք բոլորս հայոց բանակի զինվորներն ենք, էդի անհնար է, որ մենք իրար հետ կռվենք ու թշնամին էլ գա մեր Իրանա, չի լինելու դա, մենք էդի չենք թողալու։ Պետք է հիասթափեցնեմ այդ թշնամու մի քանի գործակալներին, ովքեր ուզում են այդ խուճապը մտցնել մեր մեջ, չի լինելու, ընդհակառակը, այս ամեն ինչը որ մենք կորցրեցինք, Արցախցին, որ ընկավ այս օրը, մենք ավելի ենք ուժեղացել։ Պետք է ասեմ ձեզ, կարող է մենք մի քիչ զենքի պակաս ունենանք, շատ հնարավոր է, այդքան զենք չունենանք, ինչքան մեր թշնամիները կամ քանակով քիչ լինենք, բայց մենք հոգով ավելի ենք ուժեղացել։ Այն իսկական բայևոյ տղեկը ոչ թե հիասթափվե վախեցես sense կուչ ենեք, էդի շատ քիչ ինչ որ մարդ է, որ այտենց մոլորվել է։ Հիմնականը բայևոյ կայնած են, ասեմ ձեզ։ Արցախցին էլ, աբարանցին էլ, երևանցին էլ, եզդիներն էլ, բոլորը հենց հիմա ավելի են ուժեղ։ Էդի պետք է իմանաք դուք։ Ու պետք չի հիասթափվել երբեք։ Մի խոսքով մենք բոլորս կարևորը միասնական լինենք ու մեզ հաղթել անհնար է լինելու։ Այսքանը ժողովուրդ ջան, ես հուսով եմ, որ այդ մարդիկ, ովքեր որ մոլորվել էին ու տենց այդ կրկնում էին այդ հիմարությունները արցախցիների հասցեին, էլ դրանով չեն զբաղվի, ովքեր էլ որ չհասկացան այս իմ ասածները, եթե ես հանկարծ հանդիպեմ ինչ որ մեկին ու իմ դեմը այդ նույն բաները կրկնվավ, ես արդեն լրիվ ուրիշ ձև եմ վերաբերվելու։ Այսքանը